Երկու հարց ենք ուզում քննարկել, առաջինը վերաբերում էր բանին։ Կենսաթոշակները։ Կենսաթոշակները մի քանի ամիս առաջ բյուջեն քննարկելուց, տեսեք, ինչի մենք չենք ասի, որ սա բան չի։ Ինչի մենք չենք ասի, որ սա ընտրակաշարք է, եթե սա լիներ օրինակ նախատեսված 2026-ի բյուջեով։ Այն ժամանակ չէր ասում, որ այդ 10,000-ը չգիտեն որտեղ են ծախսելու, ինչ որ բան եմ հիշում։ Ասում էր դա ինչներն է, պետք իրենք չգիտեն, մեր տատիկ պապիկները, թոշակառուները չգիտեն, 10,000-ը ոնց պետք է ծախսեն։ Դա համար պետք չի բարձրացնել։ Այն ժամանակ չբարձրացրեցին, այսինքն բյուջեի մեջ դա չներառեցին։ Հիմա մեկ էլ հոպլա 10,000 դրամ ավելացնում ենք մայիսի 1-ից թե ապրիլի 1-ից։ Ու ապրիլի 1-ից, որը ստանալու են արդեն մայիսի 1-ին, էլի։ Դուք տեսեք, թե ինչպիսի զուգադիպություն, ընտրություններից ընդամենը կարելի ասել շաբաթներ առաջ։ Ու դա ոչ մի կապ չունի ընտրակաշարքի հետ, բա այն տատիկներ ասեցիք, այսօր է հիշել, էլի, կիմա տատիկին, այդ խեղճ կնոջը ինչա թե մարդը ուզում էր, որ ջուր քաշեին։ Այսինքն ինքը այդ ակնկալիքը ըստ քննչական մարմնի, մենք չենք ընդունում, բայց քննչական մարմնի ասածն եմ ասում, որ մարդը ակնկալել է, որ եթե ինչ X անձին իր ձայնը տա, ապա նրանք կօգնեն, որպեսզի իր ջրագիծը քաշեն, ջուր չունի այդ կինը։ Ուրեմն ընտրակաշարք են անունը դրել, խոստման ընդունում, խոստում տալ, խոստում ընդունել, 3 օր պահեցին, մխկտում էր այնտեղ, նես չի որ հաց չէին տալիս, ուղղակի այդպես մարդ 80 քանի տարեկան կին առաջի անգամ էր հայտնվել, հացը առաջարկել են չէր վերցրել, սոված էր մնացել, հետո մի հատ քննիչ էր, մի խոսքով մի ահավոր վիճակ։ Լեննականի կեսին բերեցին, որպեսզի ցուցմունք վերցնեն, որ փող են տվել։ Հետո համոզվեցին, որ այախ փող չկա ստեղ։ Հետո ստիպված դեպքները փրկելու համար էս հեքիաթ բանը սարքեցին, որ սա համարվում է նույնպես ընտրակաշարք։ Ափաշկյարա սա ժողովրդին 10,000 դրամ ընտրություններից առաջ հարկատուների հաշվին են էլ։ Հենց այդ է, եթե շարժվենք թեկուզ իրենց այդ ֆանտաստիկայի ժանրի դրամաբանությամբ, եթե այդ պարագայում դա համարվում է ընտրակաշարք, հա։ Հա։ Բայց պարագայում ինչի չի համարվում։ Դե հենց այդ ամբողջ հարցը էլի։ Այս պարագայում փաստորեն սա չի համարվում ընտրակաշարք, սուրճս բերեցին մի փոքր թափեցի այսօր հեչի մորոջի։ Այսինքն մենք նորից գալիս ենք այն կետին, որ եթե անգամ իրենց դրամաբանությամբ ապօրինությունը, ապա դա իրենց է կարելի։ Եվ ոչ թե մնացածին։ Պետք է այն մի հատ Ռուբեն Ռուբինյան կարեն, որ տենց անընդհատ իր մասին խոսալուց սիրտս ցավում է, տենց լավ անուն ունի, բայց դրա լրիվ հակառակ կերպարն է։ Այն օրը ասում էր, եթե դուք խտրականության դեպքեր կլսեք, մի հատ զանգեք ինձ, ես կզբաղվեմ, աշկիս մի հատ մեկը կարակ զանգեք այդ Ռուբեն Ռուբինյանին, ասեք, տեսեք խտրականություն այն, կիմա տատիկին սենս, իսկ այս մեկը նենց։ Մի խոսքով, սա ուղղակի խայտարակություն է, ափաշկյարա եւ պատճառը ես կարծում եմ այն է, որ այս մարդիկ տեսան, որ ոնց որ թե երևի, ինչ որ ռեյտինգի խնդիր ունեն, որը իրանց կարծիքով չունեն դեկտեմբերին։ Հիմա արհեստական ձևով փորձում են սենց այս ձևերով իրանց, այսպես ասած, վարկանիշի խնդիրները լուծել։ Դա թե չէ դեկտեմբերին կանեխի չէին արել որ։ Այն ժամանակ միգուցե հաշվարկը այլ էր։ Դե դա, ինչ որ բան է փոխվել ինձ թվում է եւ մարդիկ արդեն կուտը չեն ուտում։ Շատ լավ էր Վլադիմիրը Մարտիրոսյան գրել, որ մարդիկ այդ թրիփի կուտը չեն ուտում, այդ կեղծ խաղաղության կուտը չեն ուտում, այդ կտերը արդեն մարդիկ ոնց որ թե բան չեն անում։ Չգիտեմ, ես էլ ունեմ նման տպավորություն, բայց իհարկե դա տես տպավորության վրա չի, դա լուրջ գիտություն է, սոցիոլոգիա եւ այլն, եւ ենթադրում եմ նրանք էլի հարկատուների հաշվին անընդհատ սոցիոլոգիա իրականացնելով, պարզել են, որ վիճակները այնքան էլ լավ չի, դրա համար սենց արհեստական բաներ են անում։